Նիկոլի գլուխը։ Անեծքներ են, որ թափում են մարդիկ վարչապետի ու նրա թիմակիցների գլխին, երբ իմանում են նրանց ստացած ամանորյա պարգևավճարների մասշտաբները։ Օրինակ, առողջապահության նախարարության աշխատակիցները։ Ինչ հերոսական աշխատանք են արել, որ դեկտեմբերին պարգևատրվել են ուշադրություն ավելի քան 100 միլիոն դրամով։ Հարցնում են օրվա հացով ապրող 3 միլիոն վարչապետները։ Բայց դու մեր երկիրս կան հարուստ երկիր, ես չեմ հասկանում, էլի։ Նախ չունենք, բան չունենք, կաշ չունենք։ Որքան գումար է նստել կոնկրետ առողջապահության նախարարի եւ տեղակալների բանկային հաշիվներին։ Անահիտ Ավանեսյանը հրաժարվել է ասել, կհայտարարագրի, կիմանանք։ Հայտարարագիրս կներկայացնեմ մանրամասն ազնիվ այս աղքատության պայմաններում։ Ես զարմանում եմ, որ դուք այս հարցը տալիս եք։ Մարդիկ ուրիշ բանի վրա են զարմանում։ Ոնց կարող է վարչապետն ինքն իրեն իր աշխատողներին այդքան ճոխ վարձատրել, հավելավճարներ տալ, եթե երկրում աղքատության շեմին գտնվող մարզեր կան, գործազուրկ մարդիկ, հացի, հագուստի խնդիր ունեցող թոշակառուներ։ Աբսուրդ է։ Թոշակառուն ինչ հարևանուհիս ինչ թոշակի է գնացել 31000 ստանում, եղավ 4 տարի 31000-ն է։ Թող մեր թոշակներ ավելացնեին, ոչ թե իրաց պարգևաշար։ Իրանք միլիոնի մեջ դողում են, էլի։ Այ մարդով նստմաղթորին ինքնին պարգևադրում է, բայտրում հաշվին։ Ինչի մար աստացել։ Մարդիկ ականջներին չեն հավատում ՊԵԿ-ի աշխատակիցների պարգևավճարի թվերը լսելիս, մոտ 1 միլիարդ դրամ միայն դեկտեմբերին։ 10 դրամ մեջ։ Մարդիկ ասում են դեկտեմբերն իրենց ամենածախսատար ամիսն է։ Ստացվում է իրենք այդ ամսին պարտքերի տակ են ընկնում, պաշտոնյաները հարստանում ժողովրդի հաշվին։ Դե իրանք ուտում են եղի ժողովրդին կտան, իրանք հազիվ հերիքում են։ Նրան հասնում է, որովհետև նա լավ է աշխատում։ Այս տղամարդը կարծում է արժանի է Փաշինյանը պարգևատրման խաղաղություն է բերել։ Կարևորը Փաշինյանը խաղաղություն է բերել մեր երկրին։ Փաշինյանը։ Ոչ նրա հենանին տաս։ Նրա են ամենավերջանյալ կնրա։ Որովհետև ցավապատճառես։ Այս տղամարդու սիրտը պայթում է բարկությունից։ Ցավապատճառ է։ Որ լավ գործի համար են պաշտոնյաները շռայլ հավելավճարներ ստացել։ Իմ թոշակը, իմն ու պարավիս, թոշակը իրար հետ կազմում է 100,000 դրամ, երկուսից իրար հետ։ Հիմա ոչ ես եմ կարում գնամ թոշակ ստանամ փոստից, ոչ էլ ինքն է կարում, երկուս էլ հաշվանդամ ենք։ Իսկ արդար է, որ զինվորականը, ուսուցիչը պատգամավորից շատ ստանա, զարմանում է ազգային ժողովի նախագահը։ Իր կարծիքով պատգամավորի աշխատավարձը բավարար չէ, պարգևավճարը անխուսափելի է։ Հայաստանի Հանրապետությունում աղքատություն այո կա, աղքատության դեմ պայքարը մղվում է, բայց Հայաստանի Հանրապետությունում կան ուսուցիչներ, որոնք ազգային ժողովի պատգամավորից ավելի շատ են ստանում։ Սիմոնյանն առաջարկում է մարդկանց համակերպվել այդ թվերի հետ։ Ֆիքսեք ձեր համար, որ պետական պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Կլինի։ Լիլիթ Գասպարյան, Կարինե Մանգասարյան, Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։